Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել։ Հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները եւ այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած։ Գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են եւ այլն եւ այլն։ Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն եւ կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմա շատ են ասում, չէ, 2018 թվից, երևի սենց բաներ ան, եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլնեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել։ Եվ այո, սա առաքելությունն է, մենք այս առաքելությունը անում ենք։ Ես 2020 հələ մեր թիմակիցները ասում էին անդադ ինձ ասում են, խես տենց ասում, տենց մի ասա, տենց բան չի կարելի ասել, տենց։ Ես 2021 թվականին ընտրություններ էինք անում, ասացի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուր ու մուճ պատի տակ կանգնելու եմ։ Հիմա էլ եմ ասում։ Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք։ Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է, ինտուիտիվ, դա էլ է պետք արձանագրել։ Որ շատ բաներ հնարավոր չէր մաթեմատիկական հաշվարկների ենթարկել։ Որովհետև հասկանում եք, այդ գիտելիքը, ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ։ Ինչա պետությունը մենք նոր ենք սովորում։ Մենք նոր սովորում ենք, թե ինչա պետությունը։ Իրանք չգիտեն ինչա պետություն, իրանք գիտեն, թե ինչա ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել։ Բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետք է անկախ պետություն լինենք։ Եվ իմիջայլոց մեր ծրագրի մասին, մեր ամենաառաջին եւ ամենակարևոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովելը։ Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատեվությունը որպես ինքնիշխան պետություն։ Որպես ինքնիշխան պետություն։ Բայց այդ որ ասում եք ինչի եք զարմանում, որ ասում է, այդ սխալ է, որ ասում են 29743 քառակուսի կիլոմետր։ Բա ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությանը ըստ էության մի երկիր է եղել, որը պատրաստ է եղել ինչ-որ մի զինատեսակ վաճառի, ըստ էության։ Մի երկիր կամ մի տենց տեղ։ Մյուսները ինչի չեն վաճառել։ Մի պարզ պատճառով ասել են հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Ավելին մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Իսկ դա կներեք մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Երբ որ ասել ենք մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Իրանք դրանից են դժգոհ։ Իրանք այդ որ ասում են այդ 29000-ը վատ է։ Իրանք ասում են ոնց այդ գրպանից պետք է հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի
հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք ես այս այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Ամենաբարձրաստիճան մեր այսօրվա զինված ուժերը հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է Ղարաբաղցիների կողմից։ Բայց մենք Ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում։ Ո՞նց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Բայց մենք դավաճանել ենք, հələ մեզ ասում են դավաճանել եք, էս է կարել, են է կարել, են է կարել, են է կարել, չէ։ Այդ մարդկանց նկատմամբ ոչ միտեղ ես չեմ լսել, որ իրանց պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ ծագումով Ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։ Բայց մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Եթե մենք դավաճանենք, ո՞նց են, իրանք գիտեն, չէ, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ, ամեն ինչ, բա ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում։ Բայց հարցի պատասխանով է տալու։ Ես անունով չնշեմ, բայց ասում եմ, չափազանցություն չկա։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են։